Հարցակվում է հայտարարել էր այդ ընտանիքները ոչնչացնելու եմ, կոնկրետ Ծառուկյանի ընտանիքի վրա հարձակում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա հարձակում եւ մեծ նվեր Արցախի հերոս, Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ, երկրորդ հայը չկա, որ այդպես կարգավիճակ ունի նաեւ Արցախի նախագահ եւ Հայաստանի հանրապետության նախագահ, 3 նորից կալանավորեցին իրեն, հրամանատվեց Մեհրիբայի ծննդյան օրը։ Այս մարդը ինձ թվում է անգամ ընտանիք էլ որպես խելագարվում է։ Չէ, այդ մարդը սրբություն չունի, ինչ մասին միշտ խոսացվել է։ Այն օրը Facebook-ում տենց բանավեճ սկսվեց մի կին, որը 8 տարի ոչ մի ձև երբեք չի ներխուժել այդ քաղաքական գործընթացում, 1000 ու մի մարդ են ձերբակալել, 1000 ու մի մարդ են սպանել, հա, թեմա չկար, հիմա դրուկ մեկ էլ մարդը հիշում է, որ երեխեքին են նեղացրել։ Իր երեխեքի։ Չէ, Քոչարյանի թոռնիկների։ Գիտեք ինչ, այս ամբողջ պատմության մեջ երեխաների ստրեսը ամենանվազագույնն է, ինչ մենք տեսնում ենք, որտեղ սա հետևանք է, պատճառը, որ Նիկոլի ռեժիմը չի հարգում մարդու իրավունք, չի հարգում օրենք, չի հարգում սահմանադրություն, նա չունի կարմիր գծեր, իր դատախազների համար մեկը ինչքանով է դա օրենքին համապատասխանում, Նիկոլ ասում է ֆաս, իրանք սենց փսլինքները շախտալով վազում են ու սկսում են գզել մարդուն, և դրա հետևանքով տառապում են բնական է երեխաները։ Հիմա հարցս հետևյալն է, օր է գալու, իսկ այդ օրը գալու է, դա հուշում է և տրամաբանությունը, և արդարությունը, հա, եւ բնության բոլոր գրված եւ չգրված օրենքները։ Վաղը չեմ մյուս օրը, երբ որ ձեր երեխեքին ենթարկեն ձեզ հասանելիք պատժին, առաջինը ինչ եք անելու։ Վայնասուն եք դնելու, ասես, մեր երեխեքին նեղում են, չէ՞։ Առաջինը էդ եք, չէ՞ գոռալու, ոչ գոռալու եք օրենք, ոչ գոռալու եք բան։ Այսինքն, եթե դուք չեք ուզում, որ ձեր երեխեքի նկատմամբ օրը գա նման վերաբերմունք դրսևորեն, դուք ուրիշի երեխեքին եք ենթարկում տառապանքների, ընտանիք ես քանդում։ Ես վստահ եմ, ես 1,000,000% վստահ եմ, որ Քոչարյանների ընտանիքը պատրաստ է եղել այս զարգացումներին։ Ու այդ դուք եք տակներդ լցնում պատասխանատվության կամ բարդությունների առջև։ Այդ մարդիկ գլխանց գիտեին, որ օրա գալու լինելու է, ասենց նրանք պատրաստ են եւ հոգեպես, եւ անձնապես, հա, այդ իրանց ներքին կամքը էդ է եղել։ Որ մենք ունենք արժեքներ, որոնց համար մենք պատրաստ ենք ենթարկվել տառապանքների։ Նիկոլ Փաշինյան կամ Աննա Վարդապետյան, դուք պատրաստ եք ձեր արարքների դիմաց ենթարկվեք պատժի։ Դուք պատրաստ եք, որ ձեր ընտանիքի անդամների նկատմամբ դրսևորվի նման վարք։ Դրան նայում ես վախենում ես, մի հատ բան չկա, մարդկային միմիկա չկա դեմքին։ Հասկանում ես, այդ ամեն ինչը բանա, ֆիզիկայի օրենք գոյություն ունի, էլի, որ ամեն ինչը բալանսավորվում է, ու դա բալանսավորվելու է ձեր երեխեքի հաշվին։ Ու այս ամբողջ պատմության մեջ կրկնում եմ, անընդունելին օրենքի խախտումն է, որ դուք մարդուց $200 միլիոն կորզելու համար այսպես բաներ եք անում։ Դե հետո որ օրը գա, խնդրում եմ, չփորձեք բան անեք, մեր մարդասիրության վրա հույս դնեք, որտեղ ձեր երեխեքի պատիժը շատ ավելի սարսափելի է լինելու։
Նրանք գնալու են ապրեն այն սահմաններում, որոնք որ դուք եք գծել։ Նրանք ստանալու են այն կրթությունը, որը որ դուք եք բան արել, եւ ստանալու են այն բուժօգնությունը, որը որ դուք եք հիմնել, այսինքն լինելու են անգրագետ, հիվանդ եւ վտանգված։